Ախալքալաքում և Նինոցմինդայում անցկացվեց դպրոցական 5-րդ օլիմպիական խաղերի սեղանի թենիսի տարածաշրջանային փուլը։ Մրցումներին մասնակցում էին Նինոցմինդայի, Ախալքալաքի, Ադիգենի և Ասպինձայի շրջանների թիմերը։ Նինոցմինդայի շրջանը ներկայացնում էին Ժդանովականի տղաների և Օրոջալարի աղջիկների հավաքականները, իսկ Ախալքալաքից Զակ, Աբուլ և Գոման գյուղերի թիմերը։ Დღეს გაიმართა სასკოლო სპორტული ოლიმპიადის რეგიონული თამაშები, სადაც მონაწილეობა მიიღეს მუნიციპალიტეტში გამარჯვებული გუნდებმა. Այսօր անցկացվեցին դպրոցական սպորտային օլիմպիադայի տարածաշրջանային խաղերը, որոնց մասնակցեցին մունիցիպալիտետներում հաղթած թիմերը։ Հաղթող թիմերը արժանապատվորեն առաջ անցան և կշարունակեն մասնակցությունը Արևելյան Վրաստանի խաղերին։ Հաղթելու դեպքում նրանք հնարավորություն կստանան մասնակցելու Բաթումիում անցկացվելիք առաջնությանը, որտեղ կհանդիպեն Արևմտյան Վրաստանի հաղթող թիմերին։ Վրաստանի չեմպիոնը կմեկնի մասնակցելու դպրոցական սպորտային օլիմպիադայի աշխարհի առաջնությանը։ Մրցաշարը կազմակերպվում է Վրաստանի դպրոցական սպորտի ֆեդերացիայի կողմից համագործակցությամբ բոլոր մունիցիպալիտետների, սպորտի նախարարության, օլիմպիական կոմիտեի և իհարկե դպրոցների ղեկավարության հետ, որոնք նպաստում են խաղերի կազմակերպմանը։ ასევე წარმატება მინდა უსურვო ყველა მონაწილეს, მომავალში ეს არ არის ერთჯერადი, ეს ყოველწლიურად ტარდება და მადლობა მასპინძლობისთვის Նինոցմինդას։ Նինոցմինդայի մարզադպրոցի սաները հերթական անգամ ցուցադրեցին բարձր արդյունքներ։ Ժդանովականի տղաների թիմը նախ հաղթեց Ադիգենի ներկայացուցիչներին, ապա եզրափակչում առավելության հասավ Զակ գյուղի թիմի նկատմամբ, զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Հաջողությամբ հանդես եկան նաև աղջիկների թիմի անդամները, արժանանալով բարձր գնահատականի։ Սա դպրոցական օլիմպիադայի մարզաձևից վերջին էր, որ անցկացվեց այս 2026 թվականում եւ վերջին մարզաձևը, որ մենք անհամբեր սպասում ենք, քանի որ մի քանի տարի սեղանի թենիսը համարվում է ամենաուժեղը մեր տարածված մեր մարզաձևից մեկը եւ սպասելին այն է, որ մեր թեմերը եւ տղաների աղջիկները այսօր հաղթողներ դուրս եկան։ Տղաների Ժդանովականի թիմներ եւ ամենակարևոր այն է, որ սերնդափոխությունից հետո երբ արդեն նախկին չեմպիոնները արդեն մեծացան եւ չեն կարող մասնակցել, քանի որ ամեն տարի ունի իր տարիքների մասնակիցները եւ այս տարի նոր երեխաներ կան եւ նոր երեխաները նորից դարձան 4 անգամ դարձան տարածաշրջանի չեմպիոններ։ Դա իհարկե շատ մեծ ակնկալիքներ է մեզ տալիս, մենք զգալով որ մի քանի տարի եւս մենք կարող ենք այս տղաներով դառնալ հաջողություններ եւ դառնալ չեմպիոններ, իսկ աղջիկներից եւ մենք ունենք Օրոջալարում շատ լավ թիմ, որը քանի տարիներ զբաղվում են սեղան թենիսով եւ վերջապես աղջիկների թիմը դարձավ ուժեղագույնը եւ այս տարի վերջապես դարձան չեմպիոններ, փոխանցելով մեր սպասողական աղջիկներից, ովքեր անցյալ տարի դարձան չեմպիոն։ Այնպես որ մեր եզրափակելով այս օլիմպիադան պետք է ասել, որ այս տարի ունեցանք եւս հաջողություններ եւ պետք է ասել, որ մեր անցյալ տարվա չեմպիոնները տղաները այս տարի Վրաստանում բացվեց երիտասարդական օլիմպիական շարժում եւ Աշնանը տեղի կունենա երիտասարդական օլիմպիադան եւ մեր անցյալ տարվա չեմպիոնները թենիսիստները կմասնակցեն եւ ունենք նաեւ ըմբշամարտիկներ, ովքեր կարող են նույնպես ունենալ հաջողություններ եւ սպասենք երիտասարդական օլիմպիադային։ Մենք նույնպես մեծ սպասում ունենք, որ անպայման մենք այնտեղ կունենանք հաղթողներ։ Այնպես որ շատ ուրախալի էր այս տարվա օլիմպիական դպրոցական օլիմպիադան եւ մենք ուղղակի ստացանք այն, ինչ սպասում էինք։ Թիմերի մարզիչները նշեցին, որ վստահ էին իրենց սաների հաղթանակին, քանի որ նրանք արդեն մի քանի տարի անընդմեջ բարձր արդյունքներ են ցուցաբերում եւ հանդես են գալիս որպես առաջադար թիմեր։ Նրանք նաեւ ընդգծեցին, որ շարունակական մարզումներն ու աշխատասիրությունը կարևոր դեր ունին այս հաջողությունների մեջ եւ հույս հայտնեցին, որ առաջիկա փուլերում եւս թիմերը կգրանցեն նոր հաղթանակներ։ Ես Կարինե Հանեսյանն եմ, մենք մասնակցել ենք Նինոցմինդայի օլիմպիադային, գրավել ենք առաջին տեղը, շատ երկար ենք սպասել այս մրցմանը, գրավեցինք առաջին տեղը, կատարվեց մեր երազանքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզից Աշոտ Սողոյանին։ Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով եւ գավաթներով։ Մրցանակները հանձնեցին Նինոցմինդայի մունիցիպալիտետի մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, ծառայության աշխատակիցները եւ Սամցխեջավախքի տարածաշրջանային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գելա Ձումանիշվիլին։ Հաջորդ փուլը կկայանա Թբիլիսիում, իսկ հաջողության դեպքում թիմերը կմասնակցեն Բաթումիում անցկացվելիք եզրափակիչ առաջնությանը։